Ժողովուրդս հիշեցնում եմ, որ համատիրությունների վերաբերյալ իմ տեսանյութերի շարքը շարունակվում է։ Ցանկանում եմ խոսել ընդհանուր ժողովի մասին, նախ մինչև անցնել ընդհանուր ժողովի իրավասությանը, հիշեցնեմ, որ համատիրության յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք։ Հիմա անցնենք համատիրության ընդհանուր ժողովի իրավասություններին։ Ես կառանձնացնեմ իհարկե որոշ կարևոր կետեր, ամբողջությամբ չեմ հրապարակի։ Այսպես ընդհանուր ժողովի իրավասությունն է համատիրության կանոնադրության փոփոխումը, համատիրության նախագահի վարչության ընտրությունը, կառավարչի նշանակումը, վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը եւ նրանց լիազորության դադարեցումը, համատիրության տարեկան հաշվեկշռի հաստատումը, բազմաբնակարան շենքի նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատումը, անհրաժեշտ որոշումների ընդունումը։ Իհարկե սա դեռ ամենը չէր, շարունակում ենք։ Համատիրության վարձու աշխատողների թվի եւ նրանց աշխատավարձի չափի որոշումը, խոշոր գործարքների հաստատումը, աուդիտ անցկացնելու մասին որոշման ընդունումը եւ աուդիտորի ընտրությունը, ինչպես նաեւ համատիրության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշման ընդունումը։ Ժողովուրդս թվարկում եմ եւ դեռ չեմ հասել ձեզ ամենաշատը հուզող կետին, այսինքն գիտեմ թե ինչն է ձեզ հետաքրքրում, թե ով է լավ, ինչպես է որոշվում պարտադիր եւ այլ վճարների չափը, դրանց վճարման ժամկետները, կարգը ով է որոշում։ Նշեմ, որ դա եւս որոշում է համատիրության ընդհանուր ժողովը, եթե իհարկե համատիրության կանոնադրության մեջ արդեն իսկ սահմանված չէ, որովհետև հնարավոր է որոնց օրենքով սահմանված կարգով լինի կանոնադրության մեջ սահմանված պարտադիր վճարման ենթակա եւ պարտադիր նորմերին ուղղված վճարման ենթակա գումարների չափերը, սակայն հիշենք, որ համատիրության ընդհանուր ժողովը նաեւ իրավասություն ունի փոխել իր կանոնադրությունը, հետեւաբար այդ կետը եւս իրավունք ունի փոխել։ Հիշեք նաեւ, որ համատիրության յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ եթե յուրաքանչյուր համատիրության անդամ բոլորով անդամներով միավորվեն, ապա իրավունք ունեն ցանկացած հարցի վերանայում պահանջեն եւ ցանկացած որոշում փոփոխեն։ Դա ձեր 100%-անոց իրավունքն է։ Հիմա ես առանձին տեսանյութով նաև կթվարկեմ այն պարտադիր նորմերը, որոնց կատարմանը պետք է ուղղվեն այդ վճարման ենթակա գումարները, քանի որ այդ հարցը եւս տալիս եք, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն եւ ինչու համար են այդ գումարները գանձվում, բայց դա արդեն հաջորդ տեսանյութում։ Այս տեսանյութի համար բավական է ինֆորմացիան, իսկ այսօրվա համար լավ եղեք, ես կարծում եմ, եթե հասցրեցի հաջորդ տեսանյութը այսօր եւս կդնեմ, եթե ոչ, ուրեմն վաղը։ Լավ եղեք։